Բարևիմ շատ սիրելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք Մեդինֆորմ հաղորդաշարը եւ այսօր ես զրուցելու եմ ալկոհոլիզմի մասին, կախվածություն ալկոհոլից եւ արդեն այն դեպքում, երբ ալկոհոլը դառնում է ոչ թե խրախճանքի, զվարճանքի առարկա, այլ պարզապես անհրաժեշտություն, ինտոքսիկացիա, կլինիկական ախտորոշումներ, ինչպես է այս ամենը բուժվում, կարգավորվում եւ ինչպես են առհասարակ նման խնդիրները լուծվում։ Ես զրուցելու եմ եկել կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Նազինյան։ Շնորհակալ եմ ձեր ժամանակը Մեդինֆորմին հատկացնելու համար։ Պարոն Նազինյան, եւ այսպես ալկոհոլիզմ, այ շատերս հաճախ ալկոհոլային խմիչք օգտագործող մարդկանց պարզապես ալկոհոլիկներ են անվանում, բայց իրականում դա ունի իր բժշկական ցուցումները, իր տերմինոլոգիան։ Խնդրեմ ներկայացրեք, ովքեր են համարվում ալկոհոլիկներ։ Մենք ընդհանրապես վերջին պայմաններն ու միջազգային մոտեցումներն են այդպիսին, որ մենք այսպես չենք պիտակավորում եւ ալկոհոլիկ բառը մեր պրակտիկան չենք իրավում։ Մենք ալկոհոլի հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց ասում ենք, եթե իհարկե կախվածության համախտանիշ ախտորոշում, ասում ենք ալկոհոլից կամ ալկոհոլային խմիչքներից կախվածություն ունեցող մարդիկ հիվանդության միջազգային 10-րդ վերանման դասակարգչով այս հիվանդությունը հետևյալ կերպ է դասակարգվում, անվանումը հոգեկան վարքային խանգարումներ ալկոհոլի գործածման հետևանքով կախվածության համախտանիշ, որտեղ ալկոհոլի գործածման հետևանքով այլ վարքային խանգարումներ են լինում, որոնք դեռևս օրինակ կախվածության համախտանիշ չեն։ Օրինակ գոյություն ունի ալկոհոլի կործանարար կամ վնասակար գործածում ախտորոշումը, որ այսպես ասած մի փուլ ավելի ցածր է ալկոհոլային կախվածությունից, դա հին, այսպես ասած, տերմինաբանությամբ, հին մոտեցումներով կոչվում էր խորհրդային միության ժամանակներում, կոչվում էր կենցաղային հարբեցողություն։ Այսինքն դա մի հատ վիճակ է, երբ որ մարդու մոտ դեռևս ալկոհոլային կախվածություն չկա, բայց շուտով կլինի, շարունակելու դեպքում կլինի։ Կախվածության համախտանիշ ախտորոշելու համար գոյություն ունի հիվանդությունների նույն 10-րդ վերանման դասակարգչով սահմանված ախտորոշիչ չափորոշիչներ, որոնք 6 հատ են, առհասարակ բոլոր հոգիներ գործունեությունից կախվածությունների դեպքում դասակարգումը իրականացվում է 6 չափորոշիչների միջոցով, այսպես հետևյալ կերպ, եթե այդ 6 չափորոշիչներից, 6 ախտորոշիչ չափորոշիչներից 3-ը վերջին 12 ամսվա ընթացքում միաժամանակ արտահայտվել են, տվյալ անձին հանգիստ կարող ենք ախտորոշել, անձի մոտ կարող ենք ախտորոշել կախվածության համախտանիշ։ Մի քանիսը թվում է ախտորոշիչ չափորոշիչներից, օրինակ ալկոհոլի դեպքում ալկոհոլի նկատմամբ տոլերանտության բարձրացումը։ Բացատրեմ, տոլերանտության բարձրացումը դա ենթադրում է ավելի մատչելի լեզվով ասած, երբ որ մարդը ունակա բավականին շատ խմել առանց փսման ռեֆլեքսի առաջացման։ Այսինքն օրգանիզմը արդեն ընդունում է այդքան։ Օրգանիզմը բավականին շատ, այսպես ասած, հանդուրժողականությունը ալկոհոլի նկատմամբ բավականին բարձր է, մենք դա բժշկագիտական, որը դեղաբանության մեջ է նաև կիրառվում, այդ տերմինով ենք արտահայտում, դա տոլերանտության բարձրացումն է։ Դա երևի տղամարդկանց շրջանում համարվում է իրականում այո, կարգին հատկանիշ։ Այդ իրականում այո, մեր շատ ցավոք սրտի այդ քեֆերի միջոցառումների սեղաններին այդ պարծենալու բանը, որ մենք ես կարամ մի շիշ կամ երկու շիշ ուղի խմեմ, դա իրականում վատ բան է, էլի, վատ բան է, որտեվ տոլերանտության բարձրացումը հենց դա է, այսինքն երբ որ մարդը կարա բավականին մեծ քանակների ալկոհոլ գործածի։ Երկրորդ ախտորոշիչ չափորոշիչը դա պաթոլոգիկ հակումն է, էլի ալկոհոլի դեպքում ալկոհոլի նկատմամբ։ Կոմպուլսիվ մի հատ վիճակ է դա, երբ որ մարդը անհաղթելի պահանջ ունենում, անսուստ պահանջ ունենում, պարտադիր ալկոհոլ գործածել։ Դա արդեն խնդիրը առկա է, այո, կարող ենք փաստել։ Եթե մարդը ալկոհոլ գործածելու պահանջ ունենում, անհաղթելի պահանջ, երբ որ անթույլատրելի առարկա նույնիսկ իրականացնում, օրինակ կարող է տան վերջին գումարը վերցնի եւ գնա, ասենք, օղի։ Գրեթե կարելի է նույնականացնել թմրամիջոցներից կախվածության հետ։ Միանշանակ։ Մնացած 4 ախտորոշիչ չափորոշիչներն ու համանման չափորոշիչներն, օրինակ վերահսկման դժվարությունը որոշակի միջավայրերում, Այդ չգործածելու դեպքում տրամադրության կտրուկ անկումը, լարվածությունն, նյարդային վիճակը, սա արդյոք նույնպես եթե ալկոհոլ։ Դա չափորոշիչներից մեկն է, որին մենք ասում ենք
ալկոհոլային զրկանքի համախտանիշ, երբ որ մարդը կտրուկ դադարեցնում է ալկոհոլի գործածումը, ալկոհոլային կախվածությունից անձի երբ որ կտրուկ դադարեցնում է ալկոհոլի գործածումը տարբեր պատճառներով, կամ ինքնակամ, որը սովորաբար չի լինում, կամ օրինակ, ինքնակամ էլ է լինում, կամ օրգանիզմի հյուսվածության պատճառով, կամ քրոնիկ ինտոքսիկացիայի պատճառով, որ օրգանիզմը այլևս ալկոհոլային խմիչքներ չի ընդունում, այդ ժամանակ առաջանում է աբստինենտային համախտանիշ կամ զրկանքի համախտանիշ, որը որոշակի սոմատովեգետատիվ ախտանշաններով արտահայտվում, ալկոհոլային կախվածության դեպքում շատ բնորոշանակ ձեռքերի դողը, ձեռքերի վերջույթների ընդհանրապես, բայց դա հենց սկզբի փուլից թե հետագայում։ Արդեն երբ որ կախվածության համախտանիշ կա, ձեռքերի դող այնուամենայնիվ լինում է տարբեր ծանրության աստիճան։ Եթե ծանր աստիճանի ալկոհոլային կախվածություն, իհարկե ձեռքերի դողը շատ ավելի արտահայտված է լինում։ Հաջորդը դա օրինակ քրտնարտադրության ուժեղացում, արյան զարկերական ճնշման բարձրացում, գլխացավեր, թուլություն, բերանում չորություն, այս ամենը ալկոհոլային զրկանքի բնորոշ ախտանշաններն են։ Հենց ալկոհոլային զրկանքի համախտանիշով էլ պացիենտները ընդունում են մեր մոտ։ Մենք մեր հիմնական նպատակը առաջին օրերի ընթացքում պացիենտին դեղորայքային ռեժիմ նշանակելու ժամանակ առաջնային խնդիրը դա ալկոհոլային զրկանքի համախտանիշը կոմպենսացնելն է, այսինքն բուժելն է այդ վիճակից մարդուն հանելը, այնուհետև արդեն մնացած էտապներն ասում բուժման։ Քանի որ մենք գործ ունենք ոչ թմրայ միջոցներից կախվածության հետ, բայց գրեթե նույնացնում ենք, այսինքն մարդիկ, ովքեր իսկապես որոշել են վերջ տալ այս վատ սովորույթին, այս կախվածությանը, հետեւաբար ինձ մոտ հարց է առաջանում, պարոն Ազինյան, այ հնարավոր չէ այդքանը գիտակցելով ինքնակամ հրաժարվել ալկոհոլից, որ պետք է դիմել կախվածությունների ենթադրենք ազգային կենտրոն այդ խնդիրը լուծելու։ Դե տարբեր են իրականում դիմում, կան մարդիկ, որոնք այո ինքնուրույն են որոշում կայացնում, ինքնուրույն դիմում, օրինակ քիչ առաջ պացիենտը իր տիկնոջ հետ էր եկել։ Տիկինը բերման էր ենթարկել։ Չի ասի, չեմ կարող ասել, բայց իմ մոտ այն տպավորություն չէ, որ տիկինը բերման ենթարկել, իմ մոտ այն տպավորությունն է, որ տիկինը ուղղակի ուղեկցում է իրան, ուղղակի։ Լինում են դեպքեր, երբ որ դիմում են գիտակցելով, այսինքն գիտակցված որոշում հենց ինքնակայացնում, լինում են ցավոք սրտի այնպիսի դեպքեր, երբ որ մարդիկ դիմում են այն ժամանակ, երբ որ օրինակ գիտակցված որոշում կայացնելու ունակություն չունի, մենք ալկոհոլային աբստինենցիային հաջորդող փուլ, այսպես ասած, որ շատ ավելի ծանր է, դա բոլորին հայտնի ալկոհոլային դելիրիումն է, որի ժամանակ առաջանում է մարդու ապակողմնորոշում, գիտակցության խանգարում, որի ժամանակ լինում են առատ տեսողական լսողական ցնորքներ, ցնորային ապրումներ։ Այս իրավիճակում սովորաբար մարդկանց բերում են ընտանիքի անդամները կամ առավել հաճախ շտապօգնության հոգեբուժական բրիգադաները, դա իրականում անհետաձգելի բուժում պահանջող կյանքի համար վտանգավոր վիճակ է։ Ալկոհոլային հարբարության վիճակում գտնվող մարդու ոչ ադեկվատ վարքագիծը բնորոշում է որպես սպիտակ տենտ կամ բելիագարիա չկա, հարբած վիճակ։ Բայց իրականում սպիտակ տենտ մարդու մոտ, շագերտները սպիտակ տենտ ալկոհոլային դելիրիում առաջանում է լրիվ հակառակը, այսինքն երբ որ մարդու մոտ արդեն զրկանքի համախտանիշ է սկսել։ Այսինքն այդ վիճակում մարդու օրգանիզմում ալկոհոլ չի լինում։ Իսկ այդ կատարել արարքներ, որոնց համար մարդը ինքը պատասխանատու չէ կամ միգուցե նույնիսկ չի հիշում, արդյոք սա գրեթե կարելի է նույնացնել հոգեկան խանգարման հետ, այդ չափ ալկոհոլից։ Ոչ, ընդհանրապես հոգեներգործություն նյութերի գործածման դեպքում դա կլինի ալկոհոլ թե թմրամիջոցներ, շատ հաճախ ամնեզվում է իրականացրած, այսինքն այդ էտապում հատկապես ծայրահեղ հարբարության վիճակում գտնված ժամանակ կամ թմրամիջոցի ազդեցության ծայրահեղ ինչ-որ վիճակում, այո, լինում է դեպքեր, որ մարդը հաճախ իր կողմից իրականացած գործողությունը չի հիշում, ավելի ոչ թե չի հիշում, այլ նույնիսկ չի վերահսկում, եթե չի վերահսկում, բնականաբար սրանք իր հետ կապ ունեն։ Պատասխանատու չէ այդ արարքները։ Ոչ թե պատասխանատու չէ, իհարկե պատասխանատու է, ավելին ասեմ, ալկոհոլային հարբարության վիճակում հանցագործություն իրականացնելը չի դիտվում որպես մեղմացուցիչ հանգամանք, բոլորովին հակառակն է թմրամիջոցին։ Բայց չի գիտակցում այդ պահին ինչ է կատարել, էլի, այսպես կարող ենք բնորոշել։ Իրականում պարզ ասեմ ձեզ, ոչ թե չի գիտակցում, այլ մենք գործ ունենք ագրեսիայի այնպիսի աստիճանի հետ, այսինքն ապարգելակված ագրեսիայի դրսևորման։ Չգիտակցել ես ինձ թույլ չեմ տա ասել, որովհետև հարբարության վիճակում գտնվող մարդը
մի քիչ կրիտիկայության դեպքում իհարկե գիտակցում ենք ինչա։ Պարոն Նազինյան, ալկոհոլը ընդունելուց հետո այն որքան ժամանակ է մնում օրգանիզմում, երբ արդեն արյան լաբորատոր փորձաքննությունը կարող է ցույց տալ, որ առկա չէ։ Քանի օր։ Ալկոհոլը բավական արագ է հեռացվում օրգանիզմից, ի տարբերություն թմրամիջոցների, թմրամիջոցները բավական երկար են պահպանվում, օրեր, նույնիսկ թմրամիջոցի տեսակներ կան, որոնք պահպանվում են ամսով։ Իսկ օրինակ այդ օրգանիզմի մի կենսամիջավայրում խոսքը վերաբերում է մեզը կամ արյունը։ Իսկ օրինակ մազում թմրամիջոցները բավական երկար են պահպանվում, ի տարբերություն ալկոհոլի։ Ալկոհոլը շատ արագ է հեռացվում, որովհետև ալկոհոլի փոխանակությունը լիարդում իրականացվում է բավականին արագ տեմպերով, ասեմ, ընդհանրապես երկու հորմոնի միջոցով, ինքը շատ པարզ միացություն է ալկոհոլը, էթանոլը։ Առաջինը դա ալկոհոլ դեհիդրոգենազա ֆերմենտն է, առաջին փուլում, երկրորդ փուլում ալդեհիդ դեհիդրոգենազա ֆերմենտը։ Վերջում քացախաթթու է դառնում օրգանիզմից հեռացվում, շատ արագ։ Այսինքն ժամերի ընթացքում։ Իսկ եթե պարբերաբար լրացնում են, էլի արագ է հեռացվում, դա չէ, եթե անընդհատ ամեն ժամ մարդը խմում է, միշտ ալկոհոլ լինելու է օրգանիզմում։ Այդ կոտորակայի խմելու դեպքում, երբ որ անընդհատ հետամանապար է, չէ՞, տենց մարդիկ կան, որ գրպանում են փոքրիկ։ Այո։ Մետաղյա բան սպառնում են։ Այո։ Տարաներով, այո։ Հա, հետները ման են տալիս, ասենք, տենց ծրվում միտեղ, կներեք, այս բառը սա, տենց երկու կումանում իրանց, ասենք, ավտոբուսերը շարունակում, մեքենավայրը շարունակում կամ չինեն։ Օդի նման անհրաժեշտ այստեղ։ Հա, այո, տենց անընդհատ է, դե իր օրգանիզմը միշտ հայտնաբերվել է։ Բայց, օրինակ, սենց ասեմ, մեր արյան մեջ իր քանակով, միավորներով, մարդու օրգանիզմից ժամում հեռացում է 0.1-ից 0.15 միլիգրամ լիտր ալկոհոլ։ Այդ դեպքում ինչու է ուժում լյարդը, եթե այդքան հեշտ կարելի հեռացնել։ Ամբողջ փոխանակությունը ալկոհոլի իրականացում է լյարդում։ Իհարկե մեծ քանակներով գործածման դեպքում ինքը լյարդյուսվածքը վնասում է։ Որտեղ այնուամենայնիվ ալկոհոլը ինքը էլի մեր օրգանիզմը համարվում է թույլ, չի կարելի չարաշահել, ընդհանրապես այս թմրամիջոցների աղետը, այս թմրամիջոցների բերած աղետները մի քիչ ծածկեցին ու իրանց ստվերեցին ալկոհոլի առաջացած խնդիրները, բայց մենք պետքա չդադարենք պատմել, որ իրականում ալկոհոլն էլ պակաս վնասակար է։ Նույնքան, այո, հենց այդ հարցն է ուզում ձեզ ուղղել, քանի որ կախվածությունների բուժման ազգային կենտրոնում, իդեմս ձեր ղեկավարած կենտրոնի իրականացվում են այս վնասակար սովորույթներից կախվածությունները, հետևանքները, դա լինի թմրամիջոցներ, լինի ալկոհոլ, հետաքրքիր է թե որ բուժման մեթոդն է, որ բուժման տարբերակն է ավելի բարդ ընթանում կամ գրեթե դրանք կարելի է նույնականացնել թմրամիջոցներից կախվածության բուժում եւ ալկոհոլից, թե այս առումով թեթև է ամեն ինչ ավելի։ Երկու դեպքում էլ մենք գործ ունենք տարբեր պաթոլոգիաների հետ շատ, նույնիսկ թմրամիջոցների դեպքում ամեն ինչ նույնանման չի, թմրամիջոցների տարբեր խմբեր, թմրամիջոցներից տարբեր խմբերից կախվածության դեպքում բուժական մոտեցումներն են տարբեր, նույնը վերաբերում է ալկոհոլին, այսինքն նկատում եմ տարբեր դեղամիջոցներ են տրամադրում պացիենտներին եւ այլն։ Դժվարությունների հետ կապված, գիտեք, իրականում ալկոհոլային կախվածության դեպքում պետքա փաստել, որ ախտադադարի հավանականությունը եւ արդյունավետ ելքը ավելի, այսպես ասած, ավելի ռեալ, ավելի շատ հանդիպումներ, քան ավելի հաճախ լինում, քան թմրամիջոցներից կախվածության դեպքում։ Ալկոհոլային կախվածության դեպքում մենք շատ հաճախ գործ ենք ունենում, քիչ առաջ ասացի, շատ ավելի շատ են գործ ունենում պսիխոտիկ, քրոնիկ որոշակի պսիխոտիկ խնդիրներ։ Նույն ալկոհոլային դեպիրումը, որ ես քիչ առաջ ասացի, ինքը կյանքի համար վտանգավոր վիճակ է, ու պացիենտին, երբ որ մենք ընդունում ենք, ինքը բացի իր մոտ արկա պսիխոզը, գերազանցապես լինում է շատ ծանր սոմատիկ վիճակում։ Հաճախ թոքաբորբով, դե պատկերացեք 10-15 օր ալկոհոլ գործածել, չի սնվել ընդհանրապես։ Իսկ եթե շատ լավ սնվում են, շատ լավ պայմաններ ունեն, այնուամենայնիվ չարաշահում են ալկոհոլը, ինչ կասեիք այս կատեգորիայի մասին։ Դեպքեր են։ Արդյունքում հենց այդ մարդիկ էլ, այդ մարդկանց մոտ էլ շատ ռիսկան է, եթե օրինակ, չէ, մեր տղամարդիկ ոնց են, հայ տղամարդիկ, ամեն օր միջմանը կամ երեկոյան ինչ-որ ռեստորաններում եղան, չէ, ուտուշ-խմուշները, այսպես ասած, իրանց ընկերական խմբերով, այդ ամեն ինչը իհարկե շատ հավանական է, որ մի օր հանգեցնի ալկոհոլային կախվածության առաջացման։ Այո, եւ լավ ելքով բուժման դեպքերը ավելի գերակշռում են, թե ապարդյուն է լինում, գերակշռում են, այո։ Հատկապես մեր, քանի որ սոցիալ հոգեբանական ծառայությունն ենք,
մոտեցումներն ահագին փոխվել վերջին տարիների ընթացքում 1%-ի նկատմամբ, իհարկե երգեր դրական շատ են լինում։ Ունենում ենք դեպքեր, որ մարդիկ տարիներով ուղղակի ալկոհոլից զերծ են ապրում, չեն վերսկսում, բայց ցավոք նաև լինում են դեպքեր, երբ որ ունենում ենք պացիենտներ, ռեմիսիան շատ կարճ է տևում կամ անգամ կարանք նշենք, որ հաճախ չի լինում ռեմիսիա, ասենք դուրս է գալու հիվանդանոցից 5 օր հետո մեկը տեսնում ենք վերադարձավ արդեն էլի ալկոհոլ գործածելու։ Պարոն Նազինյան, ինչպիսին է իր այդ բուժման պատկերը, ինչպես է այն իրականացվում, հիվանդանոցային պայմաններում է թե արտահիվանդանոցային եւ արդյոք պետությունը անմասն չէ բուժման այս ընթացքից։ Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նարկոլոգիական բուժումն է երկրում իրականացվում է անվճար պայմաններով, այսինքն պետության կողմից երաշխավորված բժշկականության սպասարկման շրջանակներում։ Ինչ վերաբերում է բուժման գործընթացին, առավել թեթև ընթացքով պացիենտների դեպքում մենք իրականացնում ենք ամբուլատոր բուժում, արտահիվանդանոցային, այսինքն որ պացիենտը ամենուրացիալում է, մեր դիսպանսերային ծառայություն, արտահիվանդանոցային ծառայություն ստանում համապատասխան պրոցեդուրաներ։ Նախքան այդ իհարկե հետազոտություններ անցնում, լաբորատոր հետազոտություններ, գործիքային հետազոտություններ, նույն լյարդի համար։ Այդ ամենը անվճար։ Այո, տարբեր մասնագետներ են հետազոտում խոսքը վերաբերում սրտաբանի, որտեղ շատ հաճախ ալկոհոլային կախվածությունից պացիենտները ունենում են նաև սրտաբանական խնդիրներ։ Ալկոհոլը օրգան համակարգ չկա, որ չախտա։ Քանի որ մենք նաև խոսեցինք կլինիկական պատկերից, թե ինչ է նկատվում ալկոհոլից կախվածություն ունեցողների մոտ, վերջում կխնդրեի ձեր խորհուրդը ուղղել մեր հեռուստադիտողին, թե որ դեպքերում է անհրաժեշտ եւ պարտադիր դիմել այս առումով բուժման, ինչ նշանների դեպքում լինեն ուշադիր, որը միգուցե նաև լինի անդառնալի։ Ասեմ, իրականում կախվածություն ունեցող մարդը դա կլինի ալկոհոլից կախվածություն, թե թմբամիջոցներից կախվածություն, առաջին ինքն է հասկանում ու գիտակցում, որ իր մոտ առկա կախվածության համախտանիշ։ Այլ է, որ ինքը շղթում է, ասենք, իր հարազատների, մերձավորների խոսքերը, որ դու մեզ կախված, բայց ինքը իր ներսում շատ լավ գիտի, որ ինքը կախվածություն ունի։ Դա իհարկե պաթոլոգիկ հակումն առաջին, այսինքն երբ որ տվյալ մարդը առանց ալկոհոլի չի պատկերացնում իր կյանքը։ Ու այսինքն անընդհատ ինքը պահանջազգում ալկոհոլ գործածելու։ Երբ որ իր մտքով անցնում է արդեն ալկոհոլ գործածել, չէ՞, նայեք, երբ որ ինքը առիթ է փնտրում խմելու, ոչ թե սպասում է առիթի, որ գիտի օրինակ տվյալ շաբաթվա վերջ մի հատ ինչ-որ միջոցառման պետք է մասնակցի իր ընկերների հետ ալկոհոլային խմիչքներ գործած։ Իհարկե սա էլ է բարի բան։ Չէ, ես նկատում եմ այն դեպքերը, երբ որ ինքը անընդհատ առիթ է փնտրում միտեղ խմելու։ Դա արդեն անհանգստացնող է, ու այս դեպքերում իհարկե պետք է հասկանալ, որ ալկոհոլիզացիա է առաջանում, ձևավորվում եւ կարճ ժամանակ անց արդեն կախվածության համախտանիշ է ձևավորվում։ Այսինքն հենց այս պայծ սկսած ինքը պետք է մտածի դադարեցնել ալկոհոլի չարաշահումը, իսկ եթե արդեն անկարող է դա դժվարությամբ է դա այդ ալկոհոլից հրաժարվելու գործընթացը լինի իր մոտ, ինքը արդեն իհարկե պետք է դիմի բուժման։ Հորդորում եմ մեր ազգաբնակչությանը չճարաշել ալկոհոլային խմիչքներ, պետք է միշտ հիշել, որ ալկոհոլային խմիչքները, ալկոհոլը նույնպես համարվում է հոգեներգործուն նյութ, բացի հոգեներգործունյութ համարվել է ալկոհոլը նաև կախվածություն առաջացնելու պոտենցիալ ունեցող նյութ է ու ալկոհոլի երկարատև չարաշահում, ալկոհոլի սիստեմատիկ գործածումը իհարկե կործանար հետևանքներ ունենում մարդու առողջության վրա։ Շնորհակալ եմ պարոն Նազինյան եւ վստահ եմ շատերը կարողացան այն անհրաժեշտ ինֆորմացիան քաղել, օրինակ, որ կարող են այս խնդրից ազատվել հենց անվճար եւ իրենց կողքին են մի խումբ մասնագետներ, ինչպես դուք նշեցիք, ապահովում են նրանց դրական ելքը, այո, այս խնդրից ձերբազատվելուն օգնում են։ Շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար։ Հարգելի հեռուստադիտող, եւս մեկ անգամ հիշեցնեմ, ես զրուցում էի կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանի հետ, դա իսկ մեր թեման ալկոհոլիզմն էր, ալկոհոլից կախվածությունը, որը դարձել է մեր ազգի ասես բնութագիրը։ Այնպես որ փորձեք մաքսիմալ շրջանցել վնասակար սովորույթներ, իսկ եթե արդեն հայտնվել եք ալկոհոլի ճիրաններում, իմացեք, որ բուժման այս կենտրոնը, կախվածությունների բուժման ազգային կենտրոնը ձեր կողքին է իր պրոֆեսիոնալ անձնակազմով, թիմով եւ ձեզ կառաջարկեն բուժման արդյունավետ մեթոդներ, կօգնեն ձեզ պարզապես հրաժեշտ տալ վատ սովորույթներին։ Այսքանը Մեդինֆորմը եթերում կլինի վաղը, մենք կհանդիպենք, առողջ եղեք։